քո արև ճիշտ եմ ասում։ Խմած էր։ Հենց էտա չէ։ Շատ լուրջ էր։ Դե հա, տրամադրություն չուներ, բայց։ Մեկը չեմ հավատում, որ այդ մոնստրը ինձ գումար է ուղարկել։ Դե ինքն էլ է մարդ, ինքն էլ սխալվելու իրավունք ունի։ Արմեն ինքը մարդ չի։ Ինքը փողի ապարատ է։ Մենակ փողի մասին է մտածում ու թքած ունի իմ ու քո նմանների վրա։ Ինչ ասեմ, թող շուշուցեն սխալներ անի։ Զարմանում եմ, ոնց կարա Էրիկը իր աղորը այդքան սիրի։ Վայ, շեֆ Էրիկ էդ գիտես ինչ ջանջիգյարով է շփվում։ Հա, որ։ Հա, ուշ կգնում է տղու համար։ Ասում եմ, որ դու էլ իր աղջիկը լինեիր, ակու համար է կգժվեր, հա, հաստատ։ Չէ, Արմեն, հաստատ չէ։ Ես որ իր աղջիկը լինեի, ինքը ամեն օր ինձ տնից դուրս կհաներ, որտեղ ներվերը կուտեի։ Ոյ, ես ինչեր եմ խոսում։ Անկամ կատակով թող մտքովս տենց բաներ չանցնի։ Արմեն, ես կմեռնեմ, որ իրանման մարդ լինի իմ papan։ Մարիկ կներես որ հարցնում եմ։ Ազուտ հետաքրքիր է, էլի։ Դու papai ընդհանրապես չես տեսել։ Չէ։ Հա, այսինքն նաև չգիտես թե ով է եղել մամայիդ ամուսինը, հա։ Դե որտեղից իմանամ։ Ես դեռ չծնված իրանք բաժանվել են։ Ոչ նկար կա, ոչ էլ մաման այդ մասին խոսում է։ Հա, իսկ եթե իմանաս թե ով է, ո՞նց կընդունես։ Չգիտեմ, Արմեն, որ փոքր էի մտածում էի, որ papas գաղտնի գործակալ է կամ զինվորական ու շատ նվիրված է իր աշխատանքին, որ ժամանակ չունի գա ինձ տեսնի։ Բայց այս վերջերս մաման ասաց, որ իմ papan աշխարհի ամենավատ մարդն է։ Ու ինքը ինձ պաշտպանում է հորիցս։ Ես արդեն վախենում եմ, որ մամայի ասած այդ ամենավատ մարդը գա կանգնի իմ առաջ ու ասի ես քո papan եմ, ես ինչ կզգամ։ Իսկ թվում է իմ կյանքի ամենամեծ շոկը կլինի։ Բայց կարող է papat այդքան էլ մոնստր չի ոնց մամատ ներկայացրել է, հա։ Դե Արմեն, մաման դժվար խաբեր ինձ։ Հետո ես տեսնում եմ, մաման ավելի շատ է տանջվում։